Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ խոսել Ստեփանավան քաղաքի բնակիչ Գարիկ Ժորայի Մարիկյանի կողմից իր նախկին կնոջը Սերինե Գրիգորյանին եւ իր երեխաներին դաժան ծեծի ենթարկելու բռնությունների ենթարկելու մասին։ Մասնավորապես ըստ մեղադրանքի Գարիկ Մարիկյանը իր իսկ սեփական երեխաներին ինչ որ կապել է, շղթայով կապել է, այնուհետև կողպեք է ամրացրել, այդ ձևով է սկսել ծեծի ենթարկել, այնուհետև պարբերաբար բռնությունների է ենթարկել իր նախկին կնոջը Ստեփանավան քաղաքի բնակչուհի Սերինե Գրիգորյանին եւ այդ կապակցությամբ Սերինե Գրիգորյանի հայցի հիման վրա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերինե Գրիգորյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառելու մասին, ինչպես նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Գարիկ Մարիկյանը մեղավոր է ճանաչվել իր երեխաներին ծեծի ենթարկելու համար եւ դատապարտվել է 1.5 ամիս ժամկետով ազատազրկման եւ դատանի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո արդեն Գարիկ Մարիկյանը կվերցվի կալանքի։ Նաև ուսումնասիրելով այդ դատական գործը ինձ համար ողջամտորեն ակնհայտ է, որ Գարիկ Մարիկյանը, քանի որ պարբերաբար ծեծի եւ բռնությունների է ենթարկել իր իսկ սեփական երեխաներին եւ իր նախկին կնոջը Սերինե Գրիգորյանին, ուստի իմ ողջամիտ դիտարկմամբ Գարիկ Մարիկյանի գործողություններում ակնհայտորեն պարունակվել են խոշտանգման հատկանիշներ, այսինքն եթե պարբերաբար մարդուն պատճառվում է հոգեկան ուժեղ տառապանք եւ ուժեղ ցավեր, դա արդեն արարքը պետք է որակվի խոշտանգման հանցակազմով, այլ ոչ թե թեթև ծեծի ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Մկրտումյանը Գարիկ Մարիկյանի արարքը որակել է ընդամենը սովորական ծեծ, ֆիզիկական ներգործություն եւ ծեծի մեղադրանքով գործն ուղարկել է դատարան։ Մինչդեռ եթե նախաքննության ընթացքում Սերինե Գրիգորյանի նկատմամբ քննիչի կողմից եթե նշանակվեր դատահոգեբանական փորձաքննություն, ապա փորձաքննության արդյունքում կպարզվեր, որ Գարիկ Մարիկյանի հանցավոր գործողությունների արդյունքում Սերինե Գրիգորյանին պարբերաբար պատճառվել են հոգեկան ուժեղ տառապանքներ եւ ֆիզիկական ուժեղ ցավեր, որի արդյունքում արդեն Գարիկ Մարիկյանի արարքը կվորակվեր խոշտանգում, որը նախատեսում է 3-ից մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում։ Նաեւ նշեմ, որ Գարիկ Մարիկյանը նախկինում եղել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միշոյի, այսինքն Միքայել Ղարաքեշիշյանի վարորդը։ Նաեւ նշեմ, որ Սերինե Գրիգորյանի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի կողմից կայացված պաշտպանական միջոց ձեռնարկելու որոշման մեջ արտացոլված են տեղեկություններ այն մասին, որ Գարիկ Մարիկյանը նաև սպառնալիքներ է հնչեցրել Սերինե Գրիգորյանի հասցեին եւ այդ սպառնալիքները Սերինե Գրիգորյանը համարել է իրական, ուստի եթե Սերինե Գրիգորյանը կցանկանա, ես պատրաստակամություն եմ հայտնում լրիվ անվճար անշահախնդիր կերպով Սերինե Գրիգորյանին աջակցել, որպեսզի նա Գարիկ Մարիկյանի դեմ մասնավոր մեղադրանքով, այսինքն կոնկրետ սպառնալիքների հետ կապված քրեական հայց ներկայացնի դատարան։ Այժմ կցուցադրեմ, նաև ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Սերինե Գրիգորյանը ներկայումս գտնվում է իմ պաշտպանության ներքո, խոսքս ուղղում եմ հիմա Գարիկ Մարիկյանին, վստահ եմ, որ նա անշուշտ դիտելու այս տեսանյութը, եւ եթե Գարիկ Մարիկյանը այսուհետև կհամարձակվի որևէ բռնություն կամ ոտնձգություն գործադրել Սերինե Գրիգորյանի նկատմամբ կամ կհամարձակվի անհանգստացնել Սերինե Գրիգորյանին, ապա ես ինքս եմ արդեն բողոքներ գրելու Գարիկ Մարիկյանի դեմ եւ օրենքով սահմանված կարգով հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որ Գարիկ Մարիկյանը իր կողմից Սերինե Գրիգորյանի նկատմամբ կատարված բազմադրվակ հանցագործությունների համար օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այժմ ցուցադրում եմ դատանի հիշյալ որոշումը, իմ կողմից վկայակոչված դատանի որոշումը։ Ահա սա է դատանի որոշումը։ Ցուցադրեցի առաջին էջը, հիմա երկրորդ էջը։ Դուք կարող եք սկրինշոտ անել այս որոշումը, հետո ընթերցել։
Հիմա ցուցադրեմ դատավճիռը, Գարիկ Մարիկյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը։ Սա անմարդկային արարքներ է Գարիկ Մարիկյանի կողմից իր իսկ սեփական երեխաների եւ իր իսկ նախկին կնոջ նկատմամբ կատարված, այսինքն մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում նրա արարքները։ Քննիչը եթե օբյեկտիվ քններ այս գործը, կարելի էր Գարիկ Մարիկյանի նկատմամբ նշանակեր նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվեր Գարիկ Մարիկյանի հոգեկան վիճակը եւ մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հարցը։ Վստահ եմ, որ հիմա Գարիկ Մարիկյանը, տեսնելով, որ արդեն Սերինե Գրիգորյանը գտնվում է հենց իմ պաշտպանության ներքո, վերջապես զերծ կմնա Սերինե Գրիգորյանին անհանգստացնելուց, քանի որ Գարիկ Մարիկյանը շատ լավ է ճանաչում ինձ, կապված նախկինում իմ կողմից Միքայել Ղարաքեշիշյանի դեմ բողոքներ գրելու հետ, քանի որ ինչպես արդեն նշեցի, Գարիկ Մարիկյանը նախկինում եղել է Միքայել Ղարաքեշիշյանի վարորդը եւ վստահ եմ, որ այդ հանգամանքով պայմանավորված անշուշտ Գարիկ Մարիկյանը շատ լավ է ճանաչում ինձ։ Այնպես որ Գարիկ Մարիկյանին հորդորում եմ, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվելու զերծ մնալու համար վերջնականապես հանգիստ թողնել Սերինե Գրիգորյանին եւ երբեք չանհանգստացնել նրան։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Նաև նշեմ, որ Սերինե Գրիգորյանը ինձ համար հարազատ անձնավորություն է, այդ իսկ պատճառով ես հիմա ստանձնել եմ Սերինե Գրիգորյանի իրավունքների պաշտպանությունը եւ այդ հանգամանքով պայմանավորված, ինչպես արդեն նշեցի, Սերինե Գրիգորյանը ներկայումս գտնվում է իմ պաշտպանության ներքո։ Եվ ես օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ Սերինե Գրիգորյանին Գարիկ Մարիկյանի ոտնձգություններից եւ բռնություններից։